Բարի վերադարձ առաջին ծրագիր շարունակում ենք մեր եթերը։ Յուրաքանչյուր տարի ապրիլի 30-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ աշխարհում նշվում է ջազի միջազգային օրը, որը մեծ շուկով նշվում է նաև Երևանում։ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ջազի միջազգային օրը կնշի առանձնահատուկ համերգային ծրագրով։ Ճանաչված եւ սիրված ջազային ստեղծագործությունները հանդիսատեսին կներկայացվեն կլավեսինի յուրահատուկ հնչեղությամբ։ Եվ այս առիթով Ֆրանսիայից Հայաստանը ժամանել կլավեսինահար Սոնա Տոնապետյանը ներկայացնելով բարոկ Բոսանովա բուգի-վուգի հագեցած ծրագիրը։ Համերգը կանցկացվի ջազի միջազգային օր 2025 համընդհանուր միջազգային միջոցառումների շրջանակներում։ Մեր տաղավարում են Սոնա Տոնապետյանը, կլավեսինահար եւ Արմեն Սուքիասյանը, կամերային երաժշտության ազգային կենտրոնի գեղարվեստական մասով փոխտնօրեն։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարի լույս։ Ոնց եք։ Շատ լավ դուք։ Շատ լավ։ Մեծ տոն է սպասվում բոլորիս, ապրիլի 30-ին։ Ինչպես միշտ։ Ջազի միջազգային օրը։ Ուզում եմ հասկանալ ինչքանով ենք մենք այս տոնին նախապատրաստվում, որտեղ ես գիտեմ, որ ջազը Հայաստանում շատ հին պատմություն ունի եւ արմատացած է, եւ Փառք Աստծո այսօր աշխարհում մեզ նաեւ հենց այս ոճի մեջ գիտեն։ Ճիշտ է, քանի որ ջազի ավանդույթները բավական տարիների այսինքն պատմություն ունեն Հայաստանում, սկսված Սոլակ Վարդազարյանից, Արտեմի Այվազյան, Կոստանտին Օրբելյան, մինչև այսօրվա երիտասարդ հրաշալի երաժիշտները, որ ունենք, որոնք այո աշխարհով մեկ ճանաչել են դարձնում նաև Հայաստան իրենց կատարումներով, իրենց տաղանդով։ Բարբերաբար արդեն քանի տարի Երևանում անցկացվում է ջազի միջազգային օրվա հետ կապված միջոցառումներ, անշուշտ քաղաքապետարանը իր մասով է միշտ կազմակերպում, իսկ կամերային երաժշտության ազգային կենտրոնը փորձում է ուղղակի ետ չմնալ եւ ունենալ իր հետարքիր եւ ուրույն ծրագրերը, եւ մենք տարիների ընթացքում արել ենք համերգներ այս նույն ապրիլի 30-ին, որին մասնակցել են Երևանի պետական կամերային երգչախումբը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը, ունեցել ենք բավական հետարքիր նախագիծ երգյոն եւ ֆլեյտա դասական երգյոնի մասին է խոսքը եւ ուրեմն Ժանա Դավթյանի ֆոլք պրոջեկտը, որ էլի արել ենք։ Մեզ իհարկե շատ հաճելի է, որ ամեն տարի ստանում ենք նաև շնորհակալական նամակներ ասկին ջազի միջազգային ֆեդերացիայի նախագահ Հերբի Հենկոքից, որ այսինքն մենք մեզ բավական շոյված ենք զգում նաև այդ իմաստով, որ գնահատվում է մեր աշխատանքը, մեր համերգները իրենց էջում դնում են, նշում են, հետո մենք տեսանյութեր ենք ուղարկում, եւ երբ որ անցյալ տարի մենք հանդիպեցինք Սոնայի հետ, եւ ինքը որ պատմեց, որ ինքը կլավեսինով ջազային երաժշտություն է կատարում, անշուշտ միանգամից մենք մտածեցինք, որ հաջորդ տարի ապրիլի 30-ին մենք ունենանք այս համերգը, որի առիթով եւ Սոնային հրավիրել ենք եւ այսօր նա նաեւ ձեր հյուրն է։ Սոնա, հատուկ եկել եք համերգին մասնակցելու համար եւ ծրագիրը շատ հետաքրքիր է, որը ներկայացնելու եք։ Նախ տպավորությունները եւ ինչ սպասելիքներ ունեք օրվանից։ Ուրեմն շատ ուրախ եմ, որ հրավիրված եմ այս պարատոնի համար, որ այս ջազ նվագներս եւ տարբեր նվագներս բաժանվեմ հայկական ժողովուրդներու համար, ինչ որ իրավ որ ջազ նվագել կլավեսինին վրա շատ տարբեր բան մնե, որ ամեն մարդ զարմանա, ինչ որ երբեք չլար եւ ինձ համար կարևոր է որ ցույց տամ որ կլավեսինը ոչ միայն բարոկ նվագագործիկ մնե շատ բաներ կարող ենք անել ադորամար 20 տարի է իվեր փոխադրություն պատրաստում եմ տարբեր բարերու մասին մանավանդ ինչ որ բարը շատ սիրում եմ եւ հայկական բարան փոխադրություն եմ կլավեսինի համար եւ այս արտիվով այս ամերիկա համար ֆրանսիական ջազա պատրաստեցի եւ Ֆրանսիայից շատ համերգ գերտամ եւ ջազ համերգի գերտամ եւ նույնիսկ նվագը մեդիկնում ենք եւ կարող ենք բարել այսպես շատ հնգերներ ունեցա կամաց ջազմենները եւ այսպես եկավ ինչու նվագեմ բուգի եւ տարբեր բաներ անոնք օգնեցին ինձ որ փոխադրեմ նվագները եւ 15 տարի առաջ հրավիրեցին ինձ շատ մեծ պարատոն ինտերնացիոնալ ամենամեծ պարատոն ինտերնացիոնալ Ֆրանսիայից առաջին անգամ աշխարհի մեջ կլավեսին մգա բեմին վրա եւ մինագս նվագեցի եւ դրամսի հետ եւ դաշնամուր եւ տարբեր բաներ եւ շատ հետաքրքիր էր։ Քանի որ ջազի միջազգային օր 2025-ի համընդհանուր միջոցառումների շրջանակ, հա,
Եվս էլ ինչ միջոցառումներ են նախատեսում, որոնք ջազ սիրահարների համար տոնը կդարձնեն կատարյալ։ Գիտեմ, որ Կասկադում ինչպես միշտ լինել են համերգներ, ժամը 5-ից սկսված, մինչև ուշ 3-ը, դա ավանդական միշտ լինում է եւ տարբեր երաժշտախմբեր են հայաստանյան, անկեղծ ասած չգիտեմ արտերկրից հյուր ունենք այս տարի թե չէ։ Եվ բացի դրանից կարծեմ Արցախի պետական ջազ նվագախումբը ունի նախ ծրագիր, որ անելու է մի քանի խմբեր մասնակցում են այս տարի եւս։ Ընդ որում այդ ամեն ինչը տեսել եմ հենց իրենց կայքում։ То есть միջազգային ջազի ասոցիացիայի էջում եմ տեսել, թե մենք ինչ համերգներ ունենք։ Իդեպ ես նկատել եմ դուք ասեք էլի ճիշտ է թե ոչ, որ վերջին տարիներին հայ հանդիսատեսի կողմից ջազի նկատմամբ սերը ավելի մեծացել է եւ ավելի համատարած է դարձել։ Ես դա նկատում եմ նաեւ Կասկադի համերգների ժամանակ, երբ յուրաքանչյուր տարի, քանի որ բաց է եւ շատ մարդիկ այնտեղ լինում են երեկոյան հատկապես, նույնիսկ տեղ չի լինում։ Մի քանի տարի առաջ չեմ հիշում, որ այդպես Այո, լիներ։ տարի ավելանում է։ Դե երևի նաև պատճառներից մեկը նա է, որ իսկապես ունենք հրաշալի երաժիշտներ եւ ուրեմն ավելի հին սերնդի դեմս Մարտին Վարդազարյանի, Երվանդ Երզենկյանի եւ ի վերջո մեր այսօրվա երիտասարդները ներողություն Տիգրան Համասյան, Վագն Հայրապետյան եւ լիքը այսքան բավական շատ ուրիշ լավ երաժիշտներ ու խմբեր, որոնք բավական ակտիվ են եւ որակով են։ Իսկ Փառք Աստծո ինչքան էլ լինում են դեպքեր, որ մենք տարակուսում ենք տարբեր տեսակի մեր հանդիսատեսի եւ մեր ժողովրդի երաժշտական ընտրությունների մեջ, բայց կա լավ ճաշակով հանդիսատես, որը գիտի իսկապես գնահատել լավ արվեստը։ Եվ հաջորդ հարցը հետևաբար ձեր կարծիքով այս առումով մենք դեռ անելու բան ունենք, թե բավական է միայն այս որակը պահենք եւ այդ շատանալը հանդիսատեսի տարեց տարի իր հունով այդպես կգնա։ Չէ, որակը պահել պետք չէ, թե մի բան պահում ես ինքս սկսում ես չանալ։ Պետք է միշտ առաջ գնալ, որպեսզի այդ գոնե եղածը պահես, ամենակիչը։ Սոնա, ջազը Ֆրանսիայում եւ ջազը Հայաստանում։ Տարբերությունը ձեզ ո՞րն է։ Դարբերությունը ջազ է, բայց հայերը ուրիշ ինֆլուենս ունին, ուրեմն ասել է, որ հայկական նվագը ունին իրենց արյունի մեջ, ուրեմն դարբեր ձևով նվագում են եւ կարելի է բոլորովին նույն ջազ նվագները չեն մտիգներ եւ երկուքն հետաքրքիր է այստեղ հակացել եմ ջազ մտիգնելու դարբեր տեղեր։ Իսկ ջազ սիրահարները տարբեր են ֆրանսիացի ջազասերը եւ հայ ջազ սիրահարը։ Ոչ, կարծեմ դարբեր չէ։ Չէ։ Սերը։ Խոսենք նաև հետագա անելիքների մասին, որտեղ ինչպես նշեցիք, հա ջազը պիտի անընդհատ լինի եւ հենց յուրաքանչյուր անհատ եւ ոչ միայն անհատ, պետք է յուրաքանչյուր քայլ անես, որպեսզի երաժշտությունը փոխանցվի եւ երիտասարդանա։ Այսօր ջազմենների շարքում շատ են երիտասարդները եւ դա բերում է նաեւ հենց ոճի երիտասարդացմանը։ Ինչպիսին եք տեսնում դուք արդեն հետագա տենդենսը։ Մի քիչ ինձ համար բարդ բան եք ասում, այն իմաստով, որ մասնագիտորեն նկատի ունեմ, բայց տենդենսներ իսկապես կան եւ Փառք Աստծո ունենք լավ ակումբներ Երևանում նաեւ, որոնք գրավում են արտերկրի երաժիշտներին եւս, սիրով գալիս են այդ ակումբներում նվագում են, իսկ ակումբը ջազը ակումբում դա արդեն խոսուն փաստ է ակումբ եւ երկրում, այսինքն ջազային տենդենսների մասին։ Մեր մասով կարող եմ ասել, որ մենք շարունակել ենք համագործակցությունը տարբեր ջազային խմբերի հետ, ընդ որում ոչ միայն հայ, նաև արտերկրի, հիմա չբացեմ շատ բակագծեր, բայց ուղղակի կասեմ, թե նախկինում ում հետ ենք մենք համագործակցել այդ ծրագրերի տեսակետից, հրաշալի ամերիկացի դաշնակահար ջազային Ուրի Քեյն կամ Ռիշարդ Գալյանով։ Մի քանի անգամ, այսինքն նույնիսկ Ռիշարդ Գալյանովի հետ նվագախումբ ունեցավ տուր այդպիսի ծրագրերով Եվրոպայում։ Այսինքն այդ նախագծերը շարունակվելու են, մենք ունենք բացօթյա համերգներ, Կամբրային երաժշտության դիմաց, զբոսայգում, որտեղ բարբերաբար անում ենք ավելի հանրամատչելի եւ նաեւ իհարկե ջազային երաժշտություն հանդիսատեսի համար եւ անցյալ տարի կարծեմ հենց այդ համերգների շարքում էր, որ Արցախի պետական ջազ նվագախումբը հանդես եկավ մեզ մոտ այդ բացօթյա բեմը հարթակում, հանդես եկավ Հայկը Պետրոսյան իր ջազնավոր ծրագրով, Վագն Հայրապետյան ու էլի հիմա այսպես չեմ հիշում, բայց այսինքն այդ հարթակի վրա մեզ մոտ բարբերաբար լինում են ջազային համերգներ նաեւ։
Բայց մենք մեր մասով անպայման դրան անդրադառնում ենք այդ ոճին։ Հետաքրքիր բան կա, որ ջազը եւ ոչ միայն ջազը, հա, ցանկացած ոճ երաժշտական ամեն երկրում, ամեն մշակույթի մեջ ձևավորվելով եւ շարունակվելով ունենում է հենց այդ տվյալ լոկալ մշակույթի որովից է տար։ Ջազը Հայաստանում, եթե այսպես ասենք, յան վերջավորությունը կա իր մեղեդիների մեջ։ Սա նկատվում է շատ հայտնի ջազմենների ներկայացրած երաժշտության մեջ։ Ըստ ձեզ, մեր յանով ջազը, հա, յան վերջավորությամբ ջազը, աշխարհում որքանով է ընկալելի։ Կարծում եմ շատ, որովհետև եթե ընկալելի չլիներ, ուրեմն ասեմ, որ սովետական միության առաջին ջազ խումբը, որ ուրեմն մեկնել է ԱՄՆ ջազի հայրենիք, դա եղել է հայկական ջազային նվագախումբը Արտեմի Այգասյանի ժամանակ, այսինքն Այդյանը արդեն այն ժամանակվանից Այդյանը իր մասին խոսում էր։ Դե հետո իհարկե Կոնստանտին Օրբելյանը, որ այդ հսկական աշխատանք կատարեց եւ այդ նվագախումբը դարավ իսկապես շատ բարձրակարգ, եւ այսօր էլ մեր նույն նվագախմբի ղեկավարները Արմեն Հյուսնունց կամ հիմա Դավիթը Մելքոնյան հրաշալի աշխատանք են անում, որպեսզի այդ ավանդույթները պահպանեն եւ ելի աշխարհի համար հայկական ջազը մնա այն տեսանելին ու այն հետաքրքիրը, որ կար։ Այսինքն գործընթացը կա եւ աշխարհը իսկապես ճանաչում է մեր ջազը։ Դե հետո Տաթևիկ Հովհաննիսյանն ենք ունեցել, այո, պատմություն ունեցել են եւ Փարքասով այսօր Արտաշես Քարթալյան, Դավիթ Ազարյան, այսինքն երաժիշտներ, որ անխոս քննարկման առարկա չեն անգամ, էլի։ Միանշանակ։ Սա հետաքրքիր է, դուք երեկոյան երբ հանգիստ ժամանակ եք ունենում, ջազ եք լսում, թե ունեք երաժշտական այլ սիրելի ոճեր եւս։ Շատ դարբեր նվագներ միտիկնեմ միշտ։ Դասական, բարոկ, ջազ, հայկական, աշխարհի նվագներ։ Ռոք, հարդ ռոք։ Քիչ։ Քիչ, բայց շատ սիրում եմ դարբեր բաներ եւ անցնել օրը արդեն նվագը ուզում եմ դիկնել մյուսօրը ուրիշը շատ դարբեր բաներ։ Ջազը ինքն իր տեսակով իմպրովիզ երաժշտություն է եւ տալիս է հնարավորություն երաժշտին հենց նույն համերգի ժամանակ տարբեր իմպրովիզներ անել, ջազ իմպրովիզներ։ Ինձ հետաքրքիր է կլավեսինի համար ջազը ինչքանով է տալիս այդ իմպրովիզի դաշտը։ Շատ մոդիկ բաներ կան բարոկը եւ ջազին հետ ասել է որ ջազին մեջ գտեմ եթե պիտի կարողանամ բացատրել ջազին մեջ գրիը կա ուրեմն 12 mesure չափ 12 կամ 16 եւ հետո նորից պիտի սկսիկ եւ իմպրովիզացիոն եւ այլն բարոկը քիչ նույն բանը կա եւ օրինակ կլավսին նվագողը եթե երկիչ մկա եւ ինքը պիտի նվագե բոլոր նոտաները չունի միայն ցերկ ցախ ցերկը ունի նոտաները եւ վրան թիվեր կան որովհետեւ գիտնա ինչ պիտի նվագե եւ ասած ցիֆրովկաները այո ժամանակին կար այսպիսի արտահայտություն, հա, ասում են ինչ գաղթի քաջասպետին, թե չլինի կինն ու գինին, եւ մի քիչ փոխենք այսօրվա տոնին վեր, ջազն ու գինին։ Ջազը կա, գինին էլ մեր կողմից, Իջևանի գինուգործանի Սարգոն կարմիր չոր գինին։ Կարծում եմ ջազային տրամադրության մեջ շատ համահունչ է, այնպես որ սա որպեսզի կարողանաք հետաքրքիր նշել եւ ուզում եմ ձեզ նվիրել նաեւ բացիկներ, որտեղ ներկայացված են սիրված ֆրազներ հայտնի բանաստեղծներից եւ հայտնի երգերից։ Բացիկները, պոստքարտերը նախատեսված են ծաղիկների կամ նվերների հետ նվիրելու սիրելի մարդկանց։ Ուզում եմ ձեզ նվիրել Սահյանի խոսքերով, բացիկներ, ես ինչ որ մեկին զրկել եմ քեզնից, դու ինչ որ մեկին զրկել ես ինձնից։ Նվիրեք այն մարդկանց, ովքեր հենց այս խոսքերի հեղինակն են ձեզ համար։ Շնորհակալություն շատ։ Շնորհակալ ենք ձեզ։ Ես էլ իմ հերթին ձեզ հրավիրատոմսերը փոխանցեմ։ Եթե շատ զբաղված չլինեք, սիրով։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալություն։ Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։